Սիրելի հայրենակիցներ, բարև ձեզ։ Այսօր մենք քննարկելու ենք ձեր հետ շատ կարևոր եւ հետաքրքիր հարց, որը վերաբերվում է Իրանի շուրջ տեղի ունեցող զարգացումներին։ Մինչև վերլուծությանը անցնելը ես ձեզ կոչ եմ անում անպայման բաժանորդագրվեք մեր ալիքին, դրեք լայք այս վերլուծությանը, գրեք ձեր մեկնաբանությունները, սա կարևոր է մեր ալիքի հետագա զարգացման համար, ինչպես նաև դուք կարող եք աջակցել ալիքին նկարագրությունում նշված PayPal-ի եւ կրիպտոարժույթների հասցեների միջոցով, սա կարևոր է հատկապես, որ ես տուգանվել եմ եւ Վրաստանում շարունակում են ճնշումներ գործադրել ցուցարարների վրա այդ տուգանքների միջոցով, ուստի ձեր աջակցությունը կարևոր է։ Սիրելի հայրենակիցներ, Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը կարելի ասել հետաքրքիր փուլ է մտել, որովհետև այսօր New York Times-ը տարածել է հայտարարություն եւ հոդված նաեւ, որ ստացել է գաղտնի տվյալներ նրա մասին, որ Միացյալ Նահանգները, ուրեմն դուք հիշում եք, մենք խոսել էինք ուրեմն Նետանյահուի այցի մասին Վաշինգտոն եւ իր հանդիպման մասին Դոնալդ Թրամփի հետ։ Եվ New York Times-ը պնդում է, որ ունի տվյալներ այդ հանդիպան բովանդակության մասին եւ նրա մասին, որ Նետանյահուն, Իսրայելի վարչապետը, ներկայացրել է Միացյալ Նահանգների նախագահին ծրագիր, ըստ որի մայիսի ընթացքում պետք է արդեն տեղի ունենար ռազմական գործողություններ Իրանի դեմ եւ հարձակումներ։ Եվ New York Times-ը ասում է, որ Միացյալ Նահանգները դեմ են եղել այդ ծրագրի, որովհետև հույս ունեն, որ բանակցությունները, որը շաբաթ օրը կշարունակվի, կունենան արդյունքներ։ Եվ զարմանալին այս իրադարձության մեջ այն է, որ առաջի հերթին չգիտենք իրական է թե չի այս տվյալները, որ իրոք Միացյալ Նահանգները այդպիսի մոտեցում ունեին թե ոչ, բայց խոսք է գնում նրա մասին, որ կարա սա նաև լինի նպատակաբար արված նրա համար, որ Իրանին ստեղծեն Իրանի համար այնպիսի մթնոլորտ, որ Միացյալ Նահանգները դեռ կանգնացնում են Իսրայելի ռազմական գործողությունները։ Հետաքրքիր այն է, որ այդ տվյալներում կար հստակ ձևաչափ, թե ինչպիսի ռազմական գործողություններ պետք է լինեին կամ պետք է լինի դեռ։ Եվ դա ներառում է իրականում ոչ միայն օդային ռազմական հարձակումներ, ռմբակոծություններ, ուրեմն Իսրայելի կողմից Իրանի ամբողջ տարածքում միջուկայի ծրագրի դեմ, այլ նաև հետաքրքիր այն էր, որ կոմանդոյի ուրեմն ցամաքային նաև մաս ունի, փուլ, այսպես ասած, ունի այս գործողությունը, որը նպատակ ունի, որ իսրայելական կոմանդոները կարողանան մի քանի վայրում Իրանում ուրեմն ներխուժել միևնույն ժամանակ եւ պայթեցնել միջուկային ծրագրի այն մասը, որը հնարավոր չի պայթեցնել օդից եւ որի համար պետք է ֆիզիկապես այնտեղ այդպիսի գործողություններ վարվի։ Հետաքրքիրը այն է, որ սրանով փաստորեն կարելի ասել Իրանին նախազգուշացում է նաեւ, որ շատ ավելի լայնածավալ կարա գործողությունները լինի, քան թե Իրանը սա ակնկալում է։ Իբրև Միացյալ Նահանգները դեմ էին նաև այս գործողությունների, որովհետև Իրանը կարա ներքաշի ամբողջ տարածաշրջանային պատերազմ եւ վտանգը դրանում է։ Մենք չգիտենք ինչքանով իրական է, եւս մեկ անգամ կրկնեմ այս տվյալները, բայց դե New York Times-ը շատ բարձր մակարդակի պարբերական է, ինչը նշանակում է, որ կամ այս տվյալները իրական են, կամ այս տվյալները տարածվում են նրա համար, որ Իրանին մեսիջ ուղարկեն։ Եվ այս մեսիջը այն է, մոտավորապես ես նաև հետևում եմ իսրայելական վերլուծական դաշտին, որ եթե մայիս ամսվա ընթացքում արդյունքներ չլինեն այս պայմանավորվածությունների ուղղությունով, այս բանակցություններում, որոնք հիմա շարունակվում են եւ ինչպես ասացի, երկրորդ փուլը լինելու է այս շաբաթ օրը, ապա ռազմական գործողությունները այդ սցենարը, որը Իսրայելը ունի, կարա տեղի ունենալ նաև հունիս ամսի ընթացքում կամ մի փոքր ավելի ուշ։ Բացի դրանից եւս մեկ տարբերակ են քննարկում հենց արևմտյան պետությունները, հատկապես
Միացյալ Նահանգների եւ Իսրայելի բարձր պաշտոնյա ռազմական վերլուծաբանները, որ սա կարա նաև լինի Իրանին հանգստացնելու գործողություն, որ ռազմական գործողություններ չեն պլանավորվում, այս փուլում առնվազն մինչև մայիսի ամսվա վերջ եւ անսպասելիորեն նույնը կատարեն, այսպես ասած խաբելու գործընթաց տեղի ունենա այս պարբերականի շնորհիվ եւ այս տվյալների շնորհիվ։ Իհարկե այս բոլոր սցենարները հնարավոր են։ Հետաքրքիրը այն է, որ օրերս Իրանը ներկայացրել է նոր հակաօդային պաշտպանության համակարգ, որը ըստ Իրանի հայտարարությունների կարա թիրախավորել ամերիկյան եւ իսրայելական F-35 5-րդ սերունդի ուրեմն ինքնաթիռներ, որոնք իհարկե ամենագլխավոր հնարավորությունն էր այս պահին Իսրայելի եւ Միացյալ Նահանգների հարվածել Իրանին, բացի B2 Spirit ուրեմն ինքնաթիռներից, որոնք շատ ավելի ծանր եւ ավելի բարձր են, տարբերվում են այս համակարգները շատ իրարից, բայց վերջի տվյալները ասում են, որ այս հակաօդային պաշտպանությունը էֆեկտիվ չի եւ նույնիսկ հարցեր կան ինչքանով իրական զինված ուժերում այդ հակաօդային պաշտպանությունը կա, որովհետեւ Իրանը դեռ 2015 թվականին էր հայտարարել, որ այս հակաօդային պաշտպանությունը ավարտել է իր ստեղծումը եւ պետք է սկսի իր ներմուծումը ուրեմն զինված ուժեր։ Բայց 2025 թվականն է եւ այդտեղից ամեն տարի 2016-ին, 17-ին, 18-ին եւ ուրիշ տարիների ընթացքում հայտարարում է, որ այդ ծրագիրը ավարտված է։ Եվ հիմա կարելի ասել, որ նաև հայտարարեց, որ ավարտված է եւ պատրաստ է ամեն ինչ, որ այս հակաօդային պաշտպանությունը ընդունեն արդեն զինված ուժերը։ Ես կարող եմ ասեմ, որ սա կարա լինի ներքին պրոպագանդայի ուղղության համար, որովհետեւ դրա անհրաժեշտությունը Իրանը ունի, ինչպես ավտորիտար պետություն Իրանը շարունակում է ուրեմն իր բնակչությանը սնել տարբեր տեղեկատվություններով, որոնք մեծ մասամբ չեն համապատասխանում իրականությանը եւ սա նորություն չէ։ Երկրորդ կարևոր նաեւ հարցը այն է, որ այսօր Իրանում պաշտոնական այցով է գտնվում Սաուդյան Արաբիայի ուրեմն պաշտպանության նախարարը եւ այսպիսի այց տասնյակ տարիների ընթացքում տեղի չի ունեցել։ Պատմական իրոք իրադարձություն է, որովհետև Սաուդյան Արաբիան կենտրոնական գլխավոր պետությունն է սունի իսլամի, մենք սրա մասին ձեր հետ խոսել ենք, ինչպես նաև Թուրքիայի հետ միասին ունեն այդ դերը, բայց Սաուդյան Արաբիայում է գտնվում Մեքքան եւ Մեդինան իսլամական կենտրոնները եւ ընդհանրապես իսլամը սկսվել է այդտեղից, այդ տարածքից, Իրանը կարելի է ասել շիա ուղղությունով շատ է տարբերվում Սաուդյան Արաբիայի սունի ուղղությունից, Թուրքիան ավելի պակաս է տարբերվում, բայց Թուրքիան իր դերն է տենում այստեղ ինչպես գլխավոր խաղացողի դերը այս տարածաշրջանում եւ իսլամական աշխարհում։ Ուստի սիրելի հայրենակիցներ, հետաքրքիր է իրոք այս այցը, մենք չգիտենք թե ինչ հետևանքներ կունենա, բայց այն որ Թեհրանը եւ Ռիադը իրենց հարաբերությունները բարելավում են, սա կարա նաև լինի լուրջ մեսիջ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի համար, որովհետեւ Միացյալ Նահանգների գլխավոր դաշնակիցը տարածաշրջանում իհարկե Սաուդյան Արաբիան է եւ Միացյալ Նահանգները հույս ունեն, որ Սաուդյան Արաբիայի տարածքով կարելի է նաև կիրառել զենք հարձակվել Իրանի վրա եւ կարա դա հիմա Իրանը կարա սահմանափակի պայմանավորվելով Սաուդյան Արաբիայի հետ այս այցի ընթացքում նաև սահմանափակի այդ հնարավորությունը։ Զուգահեռ դրա մենք տեսնում ենք, որ շատ կարևոր նաև իրադարձություններ են տեղի ունենում Միացյալ Նահանգների ռազմական հնարավորությունների կողմից։ Միացյալ Նահանգները շարունակում են տարածաշրջանում մոբիլիզացիան, ուրեմն եւ ուղարկում են տարածաշրջան Մերձավոր Արևելք նոր ուժեր եւ ակնհայտ է, որ բոլորը ակնկալում են,
որ այն, որ այս քանակի ուժեր են ներկայացված արդեն տարածաշրջանում, կլինի դա Դիեգո Գարսիան, կլինի դա ծովային ուժերը, ավիակիր հարվածային խմբերը եւ ուրիշ նոր ուժերը, դա նրա ցուցանիշ է, որ իրականում Միացյալ Նահանգները պատրաստվում են ռազմական գործողությունների համար, այլ ոչ թե ուղղակի վախեցնում են Իրանին։ Եվս մեկ կարևոր հարց այն է, որ Իրանը հրաժարվել է միջուկային ծրագիրը ավարտել, բայց բացի դրանից հրաժարվել է նույնիսկ ուրանի ուրեմն զարգացման աստիճանը նվազեցնել։ Բացատրեմ, որ ուրանի զարգացման աստիճանը լուրջ տարբերվում է, եթե ինքը քեզ պետք է քաղաքացիական էներգետիկ ոլորտում եւ եթե պետք է զինված ուժերի համար եւ միջուկային զենքի համար։ Եվ այն աստիճանը, որը Իրանը հիմա ունի, դա չի համապատասխանում միայն ուրեմն էներգետիկայի ոլորտին, այլ նաեւ ներառում է նաեւ մոտավորապես 80-ից 90% են բարձրել, իսկ 10%-ը բավարարում է էներգետիկային, 80-ից 90%-ը արդեն շատ մոտ է եւ նույնիսկ ինչ որ առումով հնարավորություն է տալի ստեղծել միջուկային զենք։ Ուստի այն փաստը, որ Իրանը կարելի ասել մերժում է ակնհայտորեն ուրանի զարգացման աստիճանը նվազեցնել, դա ամենալուրջ խնդիրն է իրականում, որովհետև դա նշանակում է, որ որևէ տարբերակ էլ չի մնում բացի ռազմական գործողություններից։ Երբ կարան տեղի ունենալ ռազմական գործողությունները, մենք չգիտենք, բայց մենք կսպասենք ձեր հետ միասին, տեսնենք շաբաթ օրը բանակցությունները ինչ արդյունքով են ավարտվում եւ ինչ զարգացում են տալի, ուստի դրա հետևանքները իհարկե շատ կարևոր կլինեն նաեւ ռազմական գործողությունները մնում են օրակարգում։ Շնորհակալ եմ ուշադրության համար, կհանդիպենք։